Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 9 Եվ Եհովան այն օրը եգիպտացիների ձեռքից ազատեց Իսրայելին, և Իսրայելը մեռած տեսավ եգիպտացիներին ծովի եզերքումը։ Ելից 14-րդ գլուխ 30-րդ խոսք։ Ոմանք Քրիստոսին են գալիս ավետարանի ինքնիշխան ճանապարհով, երբ Տերը սիրո մի քանի խոսքով գրեթե առանց օրենքի գործի նախապատրաստական ազդեցության իսկույն գրավում է մարդուն, ինչպես եղավ Զաքեոսի և մյուսների հետ, որոնք Քրիստոսի մի խոսքից թողեցին ամեն ինչ և հետևեցին նրան։ Եվ մենք չենք լսում, որ օրենքի գործը նրանց մեջ ակնհայտ կերպով գործած լիներ, նախքան նրանք Քրիստոս Հիսուսին ընդունեցին, քանի որ ոմանք կարող են ձևացնել, թե իրենց կոչումը եղել է այսպիսի կերպով, մենք կանդրադառնանք Զաքեոսի հետ կատարվածի առավել նշանակալից կողմերին, դրանք պարզաբանելու և հաստատելու համար։ Եվ այդ փափագը այնքան ուժեղ էր, որ նա մի կողմ դրեց այն, ինչ ոմանք խոհեմություն ու շրջահայացություն կհամարեին, ու բարձրացավ ծառի վրա, որպեսզի տեսնի նրան։ Երկրորդ, Քրիստոսը խոսեց նրա սրտին, և այդ խոսքն այնպես ազդեց նրա վրա, որ նա անմիջապես ուրախությամբ ընդունեց Քրիստոսի առաջարկը և նրան ընդունեց որպես Տեր այն ժամանակ, երբ ազդեցիկ մարդկանցից քչերն էին հետևում նրան։ Երրորդ, դրա հետևանքով նրա սիրտը բացվեց աղքատների հանդեպ, թեև ըստ երևույթին մինչ այդ նա ագահ մարդ էր։ Չորրորդ, նա ճիշտ գիտակցեց իր նախկին ընթացքը, ցույց տալով, որ հարգում է Մովսեսի օրենքը, և այդ մասին վկայեց այնտեղ ներկա բոլորի առաջ, չամաչելով խոստովանել այնպիսի բաներ, որոնք հավանաբար արդեն հայտնի էին մարդկանց։ Եվ հինգերորդ, այս ամենից հետո Քրիստոսն իր խոսքով հաստատեց և վավերացրեց այդ ուխտը, հիշեցնելով նրան այն միասնության մասին, որ պետք է լինի իր և սրբերի միջև, ինչպես նաև այն մասին, թե որքան կորսված վիճակում կլիներ ինքը, եթե Քրիստոսը չգար, չփնտրեր և չգտներ նրան։